զուտր։ Երեք ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վարկագծին ինչ գնահատական դատակ նաև ասաց, որ օրինակ եթե մամուլի հրապարակումներին հետևեք գիտեք հղում արեցես, ասաց ամիսը մեր մամուլի հրապարակումները ծաղկակավ է կանոն տալիս է կոռուպցիայի վերաբերյալ եւ այլ ռուսական շպիոնների 5-րդ Շարասյան վերաբերյալ տալիս է Նիկոլ Փաշինյանին, ասաց կտանեն պատվարները կլցնեն մահացեի այս սպառների կրում էր ուղղված ինչի համար էր Վարչապետը խոսել է մամուլում տեղ գտած կոռուպցիայի մասին հրապարակող ինֆորմացիայի մասին անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները միասնական զեկույց է կազմում, ամբողջական զեկույց է կազմում եւ տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին եւ այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք եւ պարբերաբար բոլորի վերաբերյալ, այսինքն կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հնարավոր բոլոր ինֆորմացիան, կարող է լինել ինֆորմացիաներ, չեմ ուզում պատմել բոլորի վերաբերյալ եւ հիմնական ուշադրությունը մեր բնականաբար նաեւ կառավարության անդամների թիմ մարմիններում աշխատող քաղաքացիների, այսինքն բոլոր այն հրապարակումները ամենայն հավանականությամբ որ դուք եք տեսնում այդ հրապարակումների մասին երբ որ հրապարակում է լինում մենք հավաքագրում ենք զեկույց ենք կազմում եւ ներկայացնում ենք վարչապետին խնդրեմ եկեք հաջորդ հարցը էլի Նիկոլ Փաշինյանը ինչ է մեկ հարցի պատասխանելով ասաց որ ինքը ոչ դատախազ է ոչ քննիչ է նորքի թաղապետի հարցի վերաբերյալ պատգամավոր հետո ասում է Սա կտանեմ լցնեմ ԱԱՑ պատվարը, սա հակասություն չի, ԱԱՑ պատվար լցնելու լիազորություն արդյոք ունի Հայաստանի վարչապետը, իհարկե իրավապահ համակարգ գործողի, որը պետք է դեպակտո անկամ։ Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով այն նկատի ունեցել, խնդրեմ հաջորդ հարցը։ Անվտանգության խորհուրդը ինչ կապ ունի ամենահավաքի հետ, ոչ ուժային կառույցեր, ոչ իրավապահ կառույցեր, քեզ մասում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորանքների մեջ վերել համբարական սենց վիզը կտրելու նշանցույց տալը դուք ինչ կարող եք համարում որպես հեղափոխության ակտիվների կառուցման ինչ կարող եք սա համարում հեղափոխական պաշտոնյաներին վայել արդյոք դուք չեք գնում դեպի Սերժ Սարգսյանի Բագրատ Քոչարյանի իշխանության Միանշանակ մենք չենք գնում այսպես կոչված նախկինների ճանապարհով ինչն է պատճառը որ անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք մեր քայլեր ենք ձեռնարկում որպեսզի կոռուպցիայի դեմ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է եւ անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում եւ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք եւ տեղեկացնում ենք նաեւ զեկույցով վարչապետին, համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է եւ ազդում է Հայաստանի անվտանգության վրա